Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը հայ հրաձիգներն ավելացնում են մեդալների քանակը։ Մենք անմասն չենք մնում ինչպես ոսկիներից, այնպես էլ արծաթե մեդալներից։ Այսօր մենք ունեցել ենք 2 չեմպիոն։ Չորրորդ մրցումային օրվա առաջին ոսկին թիմային պայքարում էր։ Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան, Գոր Խաչատրյան եռյակը վազող թիրախ խառնված մրցաձևում բավականին բարձր 561 միավորով թիկունքում թողեց բոլոր մրցակիցներին։ Մրցակցությունը բավականին բարդ էր, թիմային պայքարում գրավեցինք առաջին հորիզոնականը, դա Հայաստանի թիմի արդյունքներ, աշխատանքի մեծ արդյունքներ։ Շատ ուրախ եմ, շատ դրական էմոցիաներ, չէի կարող իմ ամբողջ ուժերը ներ չդնել, ուզում էի, որ պատվո հարթակի առաջ տեղը լիներ հայերինը։ Եվս մեկ հաղթանակ ունեցանք երիտասարդների պայքարում։ Այս առաջնությունում իր երկրորդ ոսկին ապահովեց երիտասարդ Լիլիթ Մկրտչյանը։ Այս ձևում Հայաստանին ներ նաև արծաթե մեդալը, պատվո հարթակի երկրորդ աստիճանին Յանա Հակոբյանն էր։ Եվ այս մրցաշարում Եվրոպայի չեմպիոնը Լիլիթ Մկրտչյան, Հայաստան։ Սա իմ երկրորդ մրցումներն էին Եվրոպայի, շատ հպարտ եմ, որ մեր երկրում է կայացել Եվրոպայի մրցումները և նաև շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նվաճել 2 ոսկի և լինել չեմպիոն մեր իսկ երկրում։ Չես սպասում, որ արդյունքը կգերազանցել այն արդյունքը, որը ես գրանցել եմ Հայաստանի առաջնությունների ժամանակ, 20 և 30 ավել միավոր ավել եմ խոցել, որը իմ համար, այսպես ասած, անձնական ռեկորդ է։ Չես սպասում, որ մեդալ կվերցնեի, բայց երբ որ մարզիչների ուրախությունը տեսա, ես ամեն ինչ արդեն հասկացա, ու այստեղ չեմ կարող չնշել իմ մարզիչների բարձր աշխատանքը, ընկերների ու ընկերության աշխատանքը, որով ես ամեն ինչին հասել եմ։ Աղջիկների թիմային պայքարում մենք նվաճեցինք արծաթե մեդալ։ Պատվո հարթակին Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Արուսյակ Գրիգորյանն էին։ 4 մեդալ ունեք Եվրոպայի առաջնությունում, այն էլ Հայաստանում, զգացողություններն ինչպիսին են։ Պարտավորեցնող, հուզիչ, ինչպես նաև հպարտանալու, որովհետև քո երկրում կարողացար որոշ չափով, սա մաքսիմալը չէր, բայց ամենաքիչ ձևով կարողացանք ներկայանալ։ Թիմային ունեցանք արծաթե մեդալ, նաև ունեցել եմ անհատական արծաթե մեդալ, ընդամենը մեկ միավոր չբավականացրեց չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար, բայց առաջիկայում ունենք աշխարհի առաջնություն, հուսամ մենք ավելի կբարելավենք մեր արդյունքները և կվերադառնանք ոսկիներով։ Հայաստանի թիմը լուրջ հայտ է ներկայացնում նաև մեդալային պայքարում լավագույն եռյակում հայտնվելու համար։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։